Ողջույն հարգելիներս, այսօր պետք է շատ համեղ ուտեստ պատրաստենք, որը սունկով է և հավի կրսկամսով։ Ինձ մոտ ընդամենը մեկ հավի կրսկամիս է և սա հիմա պետք է մասնատենք, մանրացնենք, որպեսզի կտրատող հարիչի մեջ գցենք։ Միսը մանրացրեցի, իսկ հիմա կտեղավորեմ կտրատող հարիչի մեջ։ Ավելացնելու եմ 1 գլուխ սոխ։ Սոխն էլ եմ ավելացնում։ Այս ամենի մեջ ավելացնում եմ սունկի կոթունները։ Ահա, այստեղ սունկն է, պոչերը պոկել եմ և այս կոթունները ես կլցնեմ այս հարիչի մեջ։ Կավելացնեմ քերած պանիր։ Սովորական պանիր է, լոռի պանիր։ Կավելացնեմ թթվասեր, մի լավ 2 ճաշի գթալ թթվասեր կավելացնեմ։ Պղպեղ, կարմիր պղպեղ։ Հավատացեք, շատ համեղ է լինելու։ Իսկ հիմա այս ամբողջը պետք է հարենք։ Հարիչով պետք է հարենք։ Ահա նկատեցիք, թե որքան շատ եղավ 1 հավի կրսկամսով խճողակը։ Ինձ մոտ կա 10 մեծ սունկ։ Հիմա ես 10 սունկը կլցոնեմ, այսպես, սունկի մեջը դնում եմ կարագի կտոր, փոքրիկ կարագի կտոր, վերցնում եմ խճողակը, աշխատում եմ լավ տեղավորեմ։ Այնպես, որ կողքերն է լինի, որտեղ մյուս սունկը մյուսի վրա եմ դնելու ամրացնի, կպչուն դարձնի, սա այսպես։ Երկրորդը կրկին կարագ եմ տեղավորում և խճողակը։ Եվ այսպես շարունակ, սունկերը լցոնեցի, իսկ հիմա համապատասխան մեծությամբ սունկեր եմ ընտրում, այսպես և ահա, կփորձենք ամրացնել։ Ատամի չոպիկով եմ ամրացնում։ Ահա, այսպես ամրացված է։ Տապակի մեջ բուսայուղ եմ լցրել և սունկերը տեղավորում եմ տապակի մեջ։ Տեղավորելուց հետո սա ես կափարիչով ծածկում եմ, որպեսզի միջի ֆարշն էլ հասցնի պատրաստվել։ Կափարիչը բաց ենք անում, տեսեք, այս մեկը շրջեցի, արդեն ինքը կարմրել է, փորձում ենք հաջորդը։ Կափարիչով ծածկում ենք։ Դեռ պետք է կափարիչը ծածկած լինի։ Ահա, այժմ արդեն կափարիչը վերցնում ենք և առանց կափարիչի թույլ ենք տալիս ինքը տապակվի։ Կարմրացնում ենք և կմատուցենք։ Պատրաստ է։ Մենք այսօր մատուցելու ենք տապակած կարտոֆիլով, թթույով և թարմ կանաչիով։ Ահա տեսեք, որքան լավ է ստացվել։ Ահա, խնդրեմ։ Փորձեք, իրոք, որ շատ համեղ է ստացվում, կարտոֆիլի փոխարեն ինչպիսի ուրիշ կերակուր կարող եք հետը մատուցել, տապակած լոբի, այսպես ասենք, մակարոնեղեն, շատ լավ կստացվի հաճարով փլավի հետ սա մատուցվի։ Դե ինչ հարգելիներս, փորձեք, պատրաստեք և թող անուշ լինի։